Թատրոնը հիվանդություն է, անբուժելի հիվանդություն։ Եվ եթե դու իրոք վարակվել ես այդ հիվանդությամբ, ապա մտքովդ անգամ չի անցնի դեղամիջոց փնտրել բուժվելու համար։ Այդ կախարդական աշխարհը գերում է քեզ առաջին իսկ պահից եւ տանում իր հետ դեպի հավերժություն։ Այսօրվա աստղեր եւ ճակատագրեր շարքի հերոսը ճանաչված եւ սիրված դերասան Գուժ Մանուկյանն է, որի ծննդյան 60-ամյակը նշվեց վերջերս։ Արվեստագետ, որին նույնպես գերել է նորին գերազանցություն թատրոնը, գերել է մանկուց, քանի որ նա ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Իսկ հետո դա 58 թվականին էր, որովհետև ես չեմ կարող ասել դա մի քիչ ավելի շուտ վարակ, իհարկե ծնողներ, բայց ես ինչպես իմ զրույցներում շատ անգամ ունեցել եմ, ես գյուղատնտեսական ինստիտուտ էի տվել իմ գործերը, շատերի համար դա նորություն է, շատերի համար ոչ, այնուամենայնիվ չընդունվեցի եւ այդ վարակողների շնորհիվ ես ընդունվեցի Թատերական ինստիտուտ 58 թվականին Վարդան Աճեմյանի կուրսը։ Լավ, իսկ ի՞նչ էր պատճառը, որ գյուղատնտեսական ինստիտուտ տվեցիք գործել, ծնողները դեմ էին։ Ծնողներին ես չէի հարցրել այդ մասին, ճիշտն ասած, Կարեն ջան, ուղղակի մի մոտ ընկեր ունեի, որին ես հարցրեցի, ուր ես տալու գործերը 10-րդ ավարտելուց հետո։ Այնքան ես չէի որոշել իմ անելիքը, անկեղծ եմ ուզում լինել։ Նա ասեց գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ։ Ասեցի ես էլ եմ այնտեղ տալու գործերը։ Տվեցի, իհարկե չկտրվեցի ոչ մի քննությունից, ի զարմանս ինձ, ֆիզիկա, քիմիա, որ ես այդքան չէի փայլում այդ առարկաներից, այնուամենայնիվ տվեցի, չկտրվեցի, բայց ինչ որ կես բալի չհավաքելով կես բալ, ես մնացի դուրս։ Եվ երևի ի բարեբախտություն ինձ հանդիսատեսիս ապագա ընդունվեցի Թատերական ինստիտուտ։ Ամփոփելով Դիմորդ Գուժ Մանուկյանի պատմությունը, ասենք, որ նա նույն հաջողությամբ կարող էր ընդունվել ֆիզկուլտուրայի ինստիտուտ, քանի որ ինչպես հիշում են նրա ընկերները, Գուժը եղել է լավ դարպասապահ։ Ահա այս սլացիկ թռիչքը դրա վառ ապացույցն է։ Ասում են, որ նա ժամանակին նույնիսկ հրավիրվել է Արարատ թիմ եւ կարող էր լինել Արարատ 73-ի աստղերից մեկը, բայց թատրոնը խաղաց իր դերը։ Չմոռանանք, որ նրա մայրը Վալե Արաքսմանյանը դերասանուհի էր, իսկ հայրը Ալեքսանդր Արաքսմանյանը դրամատուրգ։ Իդեպ ձեր հոր մասին, Ալեքսանդր Արաքսմանյանի քանի պիեսներում եք խաղացել։ Զարմանալի է, բայց մեկում։ Որն էր։ Պտուտակ։ Հեռուստատեսային ներկայացում էր Տամարա Բիդյուցկայա Էլիբեկյանի բեմադրությամբ։ Դժբախտաբար։ Կուզենայի շատ պիեսներում զբաղվել, բայց երևի դրա առիթը չներկայացավ, այնուամենայնիվ։ Լավ, էլի մի հարց ունեմ, լի կապված ձեր հոր հետ։ Ձեր եղբայրը ազգանունով գրվում է Արաքսման Մանուկյան։ Դուք ինչու եք միայն Մանուկյան գրվում։ Լավ հարց է, ես կարող եմ պատասխանել այդ հարցին, այսօր ես ուրախ եմ, որ գրվում եմ Մանուկյան, որովհետև ես կարծում եմ, որ նախ ասեմ ինչու Արաքսման։ Նախ Արաքսմանյան դա հորս գրական ազգանուն է, կեղծ։
այսինքն Արաքս, Գետը, Ման, Մանուկյանը 3 տարածքը եւ Յան որպես հայ։ Արաքս, Ման, Յան, բայց մեր իսկական պապական ազգանունը դա Մանուկյան է։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր ես գրվում եմ իմ իսկական պապական ազգանունով, բայց դրան փրկում է Գուժ 3 տառանոց անունը, Գուժ Մանուկյան ասված է ամեն ինչ։ Ավարտելով Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, Գուժ Մանուկյանը իր համակուրսեցիների հետ մեկնեց Ղափան եւ դարձավ այնտեղի թատրոնի հիմնադիրներից մեկը։ Հետո 1 տարի անց վերադարձավ Երևան, աշխատեց Պատանի հանդիսատեսի թատրոնում, ապա հրավիրվեց Երևանի դրամատիկական թատրոն, ուր աշխատում է առաջին օրվանից առ այսօր։ Սակայն վերադառնանք հետ։ 1958 թվականին Երևանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը ավարտեց 2 դերասանական կուրս։ Մեկը ղեկավարում էր Վարդան Աճեմյանը, մյուսը Արմեն Գուլակյանը։ 2 կուրսերի շրջանավարտների մեծ մասը ապագայում դարձան ճանաչված արվեստագետներ։ Երևի տարիներ այդպիսին, ընդունվողներն էին այդպիսին, որովհետև յուրաքանչյուր դասախոս, որ կուրս է հավաքում, երջանիկ կլինի, եթե ունենան այդպիսի դերասանների խումբ։ Եվ երևի այն լրջությունը, այն նվիրվածությունը, որ հանդես իմ բերում այդ ուսանողները հանդեպ թատրոնը, որովհետև ես կասեի քիչ չեն թատերական ինստիտուտի շրջանավարտներ, որոնք շատ բնակավարներում են եղել եւ շատ անունով մարդիկ, բայց ոչ թատրոնում։ Մենք միշտ ասում ենք թատերական ինստիտուտը բոլոր բնակավարների համար ինստիտուտ է։ Այնուամենայնիվ ես կարծում եմ, որ դա ստացվեց այդպես, որ մեր շրջանավարտներից մեծագույն մասը իրենց նվիրեցին թատրոնին անվերապահորեն։ Այսօր ցավոք սրտի թատերական ինստիտուտում մենք չենք տեսնում անհատականություններ շրջանավարտների թվում, ինչն է պատճառը։ Բավական բարդ հարց է, Կարեն ջան, որովհետև ես չէի ուզում քննադատի դեր կատարել այս դեպքում։ Ես կարծում եմ, որ դա երևի մենք ենք մեղավոր։ Առաջին հերթին մենք արվեստագետներս, դերասաններս, մասնավորապես, որովհետև երևի շատ ենք հեշտացրել դերասանի արվեստը։ Եվ կողքից երբ նայում եմ ֆիլմեր, ներկայացումներ, բան, թվում է թե յուրաքանչյուր ոք կարող է այդ բանը անել։ Այդ ես հիշում եմ, եթե կարելի է այս օրինակը բերել, երիտասարդներ էին գալիս, որպեսզի ես քննեմ իրենց, տեսնեմ իրենց ունակությունները եւ նվիրված թատրոնին իրենց ասելով հարցնում էի թե ինչ են տեսել, ինչ ներկայացումներ են տեսել, պարզում էր որ ոչինչ չեն տեսել, բայց մեկը ենթադրենք լավ նմանակում մի անում բան, թվում է ինքը դերասան է։ Ծնողներին ասում էի ես կասեմ միայն ճշմարտությունը, ես լսեմ եւ ասեմ։ Լսում էի եւ հետո խնդիրներ էին տալիս։ Քրտնած դուրս էին գալիս եւ երկրորդ օրը չէին վերադառնում ինձ մոտ, որովհետեւ զգում էին որ պահանջները դերասանական արվեստի շատ ավելի դժվարին են, քան իրականում իրենք տեսնում են։ Դրա համար եմ ասում մենք ենք մեղավոր, որովհետև նրանք չգիտեն խոհանոցը, դերասանական արվեստի խոհանոցը, թվում է թե ինչ որ կատարվում է շատ հեշտ է, բայց բավական է բարձրանալ բեմ, աշխատել, փորձել, կտեսնեմ որ շատ բարդ է, նույնիսկ 2 բառ ասելը, բավական բարդ։ Երևի մենք ենք մեղավոր։ Ես չեմ խոսում կրթօջախների մակարդակի մասին, որտեղ ես իրավունք էլ չունեմ այդ մասին ասելու, ինչ եմ պահանջում, ինչքան եմ պահանջում, երևի դա էլ է ինչ որ չափ դեր խաղում, երևի։ Եվ ես գտնում եմ, որ երևի թե ուսանողների մեծ մասը, որոնք ընդունվում են, այն ծեծված խոսքն եմ ուզում, ոչ թե տեսնում են իրենց արվեստի մեջ, տեսնում են իրենց արվեստի, ոչ թե արվեստը իրենց մեջ կամ թատրոնը, չգիտեմ, այդպիսի դարձված կար, չէ։ Երևի ուղղակի արտաքին փայլն է, դերասանի արտաքին փայլն է, դրա կարիերայի, ես չգիտեմ ինչ, ամեն մեկ իրեն երևակայում է դրա մեջ, եւ այստեղ այդ խապկանքն է տեղի ունենում։ Ինձ թվում է դա է հիմնականը։ Երկրորդ պրոբլեմատիկ հարցը դա ռեժիսուրան է։ Աշխատել եք շատ ռեժիսորների հետ եւ հետաքրքիր է, ինչն է գնահատում ռեժիսորի մեջ առաջին հերթին։ Ես ճիշտ նկատեցի, Կարեն, որ ես այն օրը հաշվեցի մոտ մի 40 ռեժիսորի հետ եմ աշխատել, կինո, թատրոն, հեռուստատեսություն այդ բոլորը վերցրած։ Գնահատել ինչ ասեմ,
Ես ընդունում եմ առաջին հերթին պեդագոգ ռեժիսոր, այսինքն որից կարող ես սովորել ինչ-որ բան, ոչ թե քեզ միզանսցենա է տալիս ուղղություն, ինչպես քայլել, բաց է անում դերդ, բան, չէ, ուղղակի որ նրանից բան ունես սովորել, օրինակ ես տասնանոգով, դա էնցիկլոպեդիա է, այսինքն եթե դու ուզենաս հանգած բան սովորես, հիմար վիճակի մեջ կընկնես, որտեղ նա ամեն ինչ գիտի եւ դու նրանից սովորելու բազում բաներ ունես։ Նման ռեժիսորների ես կողմնակից եմ։ Դժբախտաբար մենք չենք փայլել այդպիսի ռեժիսորներով, ունեցել ենք, ես գլուխ եմ խոնարհում իմ վարպետի Վարդան Աճեմյանի առաջ, որի մոտ ես սովորել եմ, հետագա իմ ստեղծագործական կյանքը անցել է մյուս ռեժիսորի Հրաչյա Ղապլանյանի մյուս Նիկիտիչի մոտ, Հրաչյա Ղապլանյանի մոտ, որոնցից ես ահագին բան եմ սովորել։ Հիմա երբ ես ինչ-որ ռեժիսորական ինչ-որ բաներ եմ աշխատում անել, մտածում եմ այդ ուղղությամբ ինչ-որ բաներ, անպայման նրանք իմ աչքի առջև են։ Դերասաններին ինչ-որ բան սովորեցնելու, ինչ-որ կերպ խոսքը առաջ մղելու, խոսքի ենթատեքստը գտնելու, դրանք շատ կարևոր բաներ են, որոնք ոչ թե այնպես ինստիտուտային նստարանից են գալիս, չէ, դա երևի կյանքն է սովորացում եւ այն դասախոսները, որոնց մեջ դու ուսանել ես։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Ես նման ռեժիսորների կողմնակից եմ։ Այ գուժ ռեժիսորներ կան, որոնք բեմադրում են ներկայացում հատուկ մի դերասանի համար։ Այ աշխատել եք այնպիսի մի ռեժիսորի հետ, որը հատուկ ձեզ համար է այդ պիեսը բեմադրել, որպեսզի դուք խաղաք այդտեղ գլխավոր դեր։ Շատ ռեժիսորներ են եղել, որ սիրել են ինձ որպես դերասան, բայց որ կոնկրետ ինձ համար անեն բեմադրություն, ես եթե խիղճս ձեռքս տնեմ խղճիս, երևի չկարողանամ պատասխանել այդ հարցին, որովհետև կոնկրետ այդպիսի դեպք ես չեմ հիշում։ Եվ ես այն դերասաններից եմ, որ երբեք չեմ խնդրել դեր, չեմ պահանջել ամենասիրած դերը անգամ, որովհետև միշտ վախեցել եմ դեր ուզելուց, տապալվելուց, մինչև օրս էլ վախենում եմ եւ դա գտնում եմ առավելություն։ Իսկ նման խոսակցություն եղել է, այդ առիթով ես ուզում եմ հիշեցնել հայտնի կինոռեժիսոր Սերգեյ Գերասիմովին, որ իմ առաջին կինոդերը նայելուց հետո Տերտերին ուխտը ֆիլմը Հենրիկ Մարգարյանի բեմադրությամբ նա նայել էր ու ասել էր այս դերասանի համար պետք է գրել հատուկ սցենար եւ դժբախտաբար մինչև օրս սպասում եմ այդ սցենարին։ Սցենար գրող չկա, թե ցանկություն չկա։ Գիտեմ, դա արդեն չեմ կարող պատասխանել, բայց չեղավ։ Ընդհակառակ այդ ֆիլմը նկարվելուց հետո ես մի 6 տարի չնկարվեցի հայ ֆիլմում։ Չեք փորձել ռեժիսորայով զբաղվել, այդ հիվանդությունը կա դերասանների մոտ, մանավանդ այսօր նրանք ցանկանում են անպայման ռեժիսորական աշխատանքով զբաղվել։ Դուք փորձել եք, ցանկություն ունեք։ Ես ընդունում եմ քո հիվանդություն բառը, ես աշխատում եմ չտարապել այդ հիվանդությամբ, բայց մեկ անգամ վարակվեցի։
դրամատիկական թատրոնում Իվ Ժամյակի Մուսի Ամիլկարը բեմադրելուց հետո հիմա առաջարկներ կան որոշ բաներ բեմադրելու, բայց ես չեմ կարողանում ինձ համոզել շարունակելու ռեժիսորական աշխատանքը, որովհետև ես դերասան եմ։ Իսկ ինչպես էր այդ ասված է ամեն ինչ, որ ամենաբարձր մասնագիտությունն եմ համարում դժբախտաբար դերասանությունը։ Ուզում եմ խաղալ, քանի ուժերս ներում են, բայց ոչ թե բեմադրել։ Իսկ ինչպես էր ձեր այդ միակ աշխատանքը ռեժիսորական, այ որպես դերասան կողքից եթե նայեք։ Հա, կողքից եմ նայում եւ դժբախտաբար իմ դերերին եմ միշտ նայում կողքից, հա, նայում եմ հանդիսատեսի աչքերով, աշխատում եմ կեղծ չլինել, իսկ ռեժիսորական որպես ռեժիսոր իմ աշխատանքը կողքից երբ նայում էի, ելի նայում էի որպես գուժ հանդիսատես։ Կարևոր չի նա ռեժիսոր է, թե դերասան բեմի վրա, ես նայում էի թե եթե ես գուժ Մանուկյան հանդիսատեսը ինչպես կընկալի գուժ Մանուկյան ռեժիսորին եւ գտնում էի որ ոչինչ բավարար չեմ պարտվել ամենայն դեպս Իսկ որպես դերասան ամեն անգամ է որ հաճույքով եք բեմ դուրս գալիս անպայման չի եղել պահ որ ցանկություն չեք ունեցել բեմ դուրս գալ բայց ստիպված պետք է դուրս գաք շատ կար ամեն անգամ որ ես երևի դա ոչ թե գալիս է հավեսի իմաստով որ չեմ ուզում բան չէ ուղղակի որ հիշել եմ երևի պատասխանատվության մեծ զգացումից է դա որովհետև ասել եմ վայ այսօր երեկոյան ներկայացում ունեմ այսինքն դա իր հետ բերում է սպասումի ինչպես կգնա ներկայացումը հանդիսատեսի մուտքը դեր չմոռանալու լրիվ տրվելու տրամադրության այդ բոլորի շաղախումը տալիս է անհանգստության մի զգացում որ ասում եմ չլիներ էլի այդ ներկայացումը բայց այնքան միջև բեմ դուրս գալը բեմ դուրս եկար մոռանում ես բոլոր տեսակի բաները դրսում թողած ներսում թողած տանը թողած ամեն ինչ մոռանում ես եւ տրվում ես դերին որովհետեւ գիտես հանդիսատեսը սպասում է քեզ հանդիսատեսը վճարել է հանդիսատեսը եկել է քո խաղը դիտելու եւ այդ հանդիսատեսը այն հանդիսատեսն է որը առաջին անգամ է նայելու տվյալ ներկայացումը պարտավոր ես նրան հաճույք պատճառել ձեզ ծանոթ է Վիկտոր Հյուգոյի անունը Ես Սորբոնն եմ ավարտել սիրելի Վարուժան բեյ։ Մի նայեք, որ աշխարհի այս խուլանկյունն եմ ընկել։ Վիկտոր Հյուգոն մի այսպիսի բանաստեղծություն ունի։ Ամեն ինչ ավերակների ու սքի մեջ է։ Թուրքերն են անցել այստեղով։ Այս տարածված կարծիքը ձեզ որպես թուրքի չի մտահոգում։ Մտահոգում է։ Չի կրծում ձեր սիրտը։ Կրծում է։ Եվ Հյուգոյի տողերն էլ շատ լավ գիտեմ։ Երբ վաղը ոտքի կանգնի մեր երկիրը եւ մենք քաղաքագիր ազգ դառնանք, այդ տողերը կմոռացվեն, հիշողության ճամփան կարճ է, ամեն ինչ կմոռացվի։ Իզուր եք հույս դրել մոռացկոտության վրա։ Իսկ պատմությունը Եթե հիշեն, մենք էլ կասենք, որ հայերն են մեզ կոտորել, ոչ թե մենք հայերին։ Կարծեմ, ձեր դարձվածքն է։ Լեզվի տակ ոսկոր չկա։ Թուրքիայում միայն թուրքերը պիտի ապրեն։ Որտեղ Թուրքիայում միջին այսօտափաստաններում թե Բյուզանդիայի ու Հայաստանի տարածքում իսկ ձեր զառանցանքները թուրքալեզու բոլոր ժողովուրդներին միավորելու մասին Վոլգայից մինչև Սիբիր միավորեք որ հետո էլ վերևից նայեք նրանց որպես ցածր ռասաների Իսկ ինչո զառանցանք Ինչո միայն թուրքալեզու ժողովուրդների նաև բոլոր մահմեդականների Այդ դուք ասում եք որ Սորբոնն եք ավարտել այսինքն կրթված աշխարհ տեսած մարդ եք Գոնե բառարաններից ես պետք է ծանոթ լինի խիղճ բառը։ Պետք չէ ինձ վիրավորել սիրելի Վարուժան բեյ։ Չէ՞ որ մենք սիրալիր զրուցում ենք։ Եմ ստիպեք որ նորից պաշտոնյա դառնամ։ Բազում ես գերու պատմության մեջ։ Ես չկրծա գտնել ազգը, որ հայուպես դոգուն եւ զորավոր եղած լար նկարագրով։ Ծանր ծերները չախչախեցին իր կանգը։ Բայց ան կրծավ ստեղծագործել, կոտրեցին յուր պազուկները, բայց ան իրակրաներով պացավ իր սրդին ագոսները, յաթաղանի, հրացանին զակներու հարվածներով պատրեցին յուր կուրծկա, ծակտկեցին ամբողջ մարմինը և սագայն չկրծան մերցնել զինքը սիրտը կպապախեր տագավին այնքան ուժգին, որքան առույթ երիտասարդ իմը սիրտը։
Պիտի ապրի հայը, ծորջապարած է անիր գրչին, որ կարդահայտ է ստեղծագործ միտքը իր պային, որ աշխատասիրությունը կհատկանշե, և իր սենքին, որ միակ գործիքն է սորավորության։ Անգամ երբեք կինոյում նկարվել և երբեք երևացել հեռուստաբեմադրության մեջ։ Հեռուստաթատրոնում ես մոռացել եմ արդեն վերջին ներկայացումը երբ էր, եթե իմ գրախոսականները մոտս լինեին կամ գրված է իմ մոտ ներկայացումները երբ է տեղի ունեցել պրեմիերաները, կարող էի ասել, բայց հիմա չեմ կարող հիշել, իսկ ֆիլմ վերջին անգամ այն էլ ոչ գլխավոր դերում նկարվել եմ երևի մի 5 տարի առաջ Յալթայում, Վլադիմիր Մսրյանի հետ միասին։ Յալթայում հայ ֆիլմ կինոստուդիայի։ Չէ, Մոսֆիլմ եւ Յալթաֆիլմ, Գրիշա Գարդուշյանի Ծովահենների թագավորություն ֆիլմը, հա։ Վերջերս եղավ կինոյի տանը պրեմիերան եղավ։ Պրեմիերան բավական աննշան դեր էր, իսկ դրանից մի փոքր շուտ նորից Յալթայում նկարվում են այլ հին աստվածներում, Շանթի Ալեքսանդր Քաջորյանի բեմադրությամբ։ Հեռուստաթատրոնի բազմաթիվ բեմադրություններում կարելի էր հանդիպել Գուժ Մանուկյանին, ընդ որում նա խաղացել է տարբեր պլանների դերեր։ Կար ժամանակ, երբ դժվար էր պատկերացնել որևէ հեռուստաբեմադրություն առանց նրա։ Ինչու այսօր հեռուստատեսային ռեժիսորները, հեռուստաթատրոնի ռեժիսորները չեն հրավիրում Գուժ Մանուկյանին նկարահանվելու։ Դժվար է ասել պատճառը հիմնականում որն է, իրականություն կա հարցիդ մեջ, բայց ես չգիտեմ, երևի իրենք էլ գործ չեն անում, որ մտածեն Գուժին հրավիրեն թե մեկ ուրիշին։ Ես չգիտեմ հիմա ռեժիսորներից, գիտեմ մի քանի հոգի, որ մնացել են հներից ով կա, ով չկա, բայց նրանք գործ անում են։ Ես այս հարցը տալիս եմ ինձ եւ քեզ։ Ես չգիտեմ, անում են եւ արդյոք ունեն պլաններ հետագայում ինչ որ գործեր անելու, որ հետո որոշեն թե ինչ դերասանի հրավիրեն իրենց մոտ։ Տարիներ առաջ աշխատանքները, որ ես արեցի հեռուստաթատրոնում, հիմնականում նորաթող ռեժիսորներ էին։ Եվ այդ նորաթող ռեժիսորները կարող է հրավիրեն անվանի դերասանների նկարահանվելու, բայց երևի երկրորդ անգամ նրանք խուսափեն հրավիրելու։ Երբ որ առաջի, հասկանում եք, նրանք բախվում են իրականության հետ, ինչպես ես ուսանողների մասին նոր ասացի, բախվում են իրականության հետ։ Այնպես գիտեն, ենթադրենք տվյալ դերասանը լավ դերասան է, նրա հետ կարելի է գործ անել, իրենց գործը կհնչի եւ այլն։ Բայց երբ մեկ անգամ նկարելուց հետո արդեն երկրորդ անգամ վախենում են, որովհետեւ տեսնում են բախվեցին դառը իրականության հետ, պահանջների հետ դերասանի պրոֆեսիոնալիզմի հետ, որին իրենք պատրաստ չեն։ Երևի այդ վախենալու հարցը կապում եմ դրա հետ։ Իսկ հների մասին ոչինչ չեմ կարող ասել, որովհետև եթե վերցնեմ հիմա Թամարա Բիդյուցկայա, կոնկրետ Էլիբեկյան, ես բազմաթիվ բեմադրություններում եմ մասնակցել նրա բեմադրած պիեսներում, երևի ինչ որտեղ խաղում է նաև ֆինանսավորման հարցը։ Ես քո բաժինը Սյոմկա, ես էլ քո բաժինը Իվան, կարծում ես բարապ գործով եմ զբաղված, ջրհորից ջուր քաշող չկա, բոլորը ցրիվ է եկել, իսկ ջրհորը կենթանի պիտի մնա, որ ջուրը գետնի տակը չանցնի, չխոտի, դրա համար էլ ամեն օր ջուր եմ քաշում։ Բարի լույս ընկերներ։ Բարև, Աստծո բարին։ Այսօր 3 շաբթի է, հուլիսի 31-ը։ 31-ի չես ասում։ Ես էլ կարծում էի 32-ը։ Կաբուլ։ Էդի
Ինչ ես անում, Վասի։ Քեզ բդբդում ես։ Չլինի աղոթում ես։ Զրուցում եմ, արևի հետ էի զրուցանում։ Նոր ծերության խելքը թրցրել ես։ Քո տարիքում Աստծո հետ պետք է խոսել, Աստծո չի գիտես ում հետ։ Ում հետ ուզենամ նրա հետ եմ կխոսել։ Ռադիոբերին նրա հետ խոսեցի, հեռուստացույց դրին նրա հետ խորհուրդ արի, ես մի բան ասում, նրանք մի ուրիշ բան։ Հիմա էլ արևի հետ եմ խոսում։ Դուք այնքան բնական եք, մաքուր, ազնիվ, ջերմ, ուժեղ, բարի։ Ուզում եք ասել, հոգիս է գեղեցիկ։ Ես կանանց հոգու հարցում այնքան էլ մեծ գիտակ չեմ, բայց գիտեմ, որ դուք գեղեցիկ եք։ Եվ ես շատ եմ սիրում ձեզ, Ջոզի։ Ինչպես կարող եմ։ Այդ ինչու հանկարծ ինձ սկսեցիք բողոքել հաճախոսություններով, հա? Երևում է ես պետք է փոխհատուցեմ դրա համար։ Սա ձեզ իմ գեղեցիկ հոգու համար։ Ոչ միայն ձեր հոգին է գեղեցիկ, այլև մարմինը, ուժեղ, և մազերը, և աչքերը, և ժպիտը, և կուրծքը։ Ու հաճախ ես ինձ կշտամբում, որ անազնիվ եմ, խիղճ չունեմ, պատիվ չունեմ, ճիշտ չէ Նատաշա, ճիշտ չէ, ես ամեն ինչ որ ունեմ, և խիղճ, և ազնվություն, և բարություն, ամեն ինչ, ողջ հավաքածուն, բայց դա միայն հավաքածու է, ինչպես գործիքների հավաքածու է լինի։ Պետք է խելոք լինել, ես խելոք եմ, հիմար է պետք, ես հիմար եմ, կույր է պետք լինել, կույր եմ, համր է պետք, համր եմ, ես ամեն ինչ կարող եմ լինել։ Ինչ որ պետք լինի ես կհանեմ հոգուս խորքից, ըստ պահանջի։ Իսկ ինձ սկսել են քիչ վճարել։ Գիտես ես երեք ինչու էի հարվել։ Ինչու։ Մի գործի համար ակին ավանս էի ստացել։ Ադր մի բան էլ գնացել է։ Տես ինչքան կա։ Ինչ գործ է։ Ճշմարիտն ասած հիմար մի գործ։ Դա մի փորձ է բարձրության նոր ռեկորդ խփելու համար։ Ուղևորը ես եմ։ Ինչ ինքնաթիռ է։ Ճշմարիտ ասած սպորտային մի ինքնաթիռ։ Նրանք ուզում են ռեկորդ խփել հենց այդ ինքնաթիռով։ Ինձ լավ է վճարելու ինքնաթիռից ռադիոհաղորդումների համար։ Ինչքան են վճարելու։ 1500։ Փող։ Նույն հարցը ուզում եմ տալ կինոյի կապակցությամբ։ Կինոյում ինչի չեն հրավիրում, Հայ ֆիլմ կինոստուդիայում։ Ինչ եք կարծում, ինչու ֆիլմեր չեն նկարահանվում եւ չեն հրավիրում, բնական է։ Նորից ես կարծում եմ պատճառը էլի ֆինանսավորման հարցն է, որ ես կարծում եմ, որ ընդհանրապես իմ սուբյեկտիվ կարծիքն է դա, թատրոն, կինո պետք է լինի պետության հովանավորության տակ, անպայման։ Թող լինի, ենթադրենք, մի ֆիլմ թող ֆինանսավորի, բայց պետությունը ֆինանսավորի, այսինքն նրանք թող ընտրեն սցենարների մեջ, որն է ամենալավագույնը, չէ որ դրանով մենք կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ, մասնակցել փառատոնների դրսում, արտասահմանում, գոնե մեկ ֆիլմ հնարավոր է ֆինանսավորել, թե ոչ, պետականորեն,
Իսկ թատրոնի մասին էլ ես նույնը կարող եմ ասել, որ թատրոն ինքնաֆինանսավորման չի կարող գոյություն ունենալ։ Երբեք կես դահլիճով բանով ինչ ուզում ես բեմադրի, ինչքան ուզում ես լավ բեմադրություն արա, չի կարող իրեն պահել թատրոնը։ Նա եւս պետք է լինի պետության անմիջական հովանավոր։ Երկու կարծիք, այսինքն միանշանակ եմ ես ասում։ Եվս մի փաստ Գուժ Մանուկյանի կենսագրությունից 3 տարի առաջ նա Վլադիմիր Մսրյանի, Լևոն Թուխիկյանի եւ Վահան Հակոբյանի հետ համատեղ ստեղծեցին թատրոն բարեգործական հիմնադրամը, որը իր առջև նպատակ է դրել օգնել եւ օժանդակել թատրոններին, դերասաններին, ռեժիսորներին, նկարիչներին։ Իդեպ այստեղ հաճախ կազմակերպվում են ցուցահանդեսներ։ Հիմնադրամը արդեն մի քանի անգամ շնորհել է մրցանակներ թատրոնների լավագույն դերասաններին եւ դերասանուհիներին, բայց թատրոն բարեգործական հիմնադրամը նույնպես ունի խնդիրներ։ Մենք բախվեցինք մի դառը իրականության հետ, որ բարեգործությունը լավ բան է, հաճելի բան է, բայց ահավոր դժվար, որովհետեւ հայթայթել փող ինչ որ մեկին բարեգործություն անելու համար բավական բարդ խնդիր է, որովհետեւ ամեն մարդ չէ, որ հասկանում է դերասանի վիճակը, իսկ մենք կոչված ենք հիմնականում արվեստագետներին եւ մեծամասամբ դերասաններին օժանդակելու ինչ որ կերպ ունենք օրինակներ, բավական գործ ենք արել այդ իմաստով այս 2 տարիների ընթացքում, դարձել ենք մեծապատիվ մուրացկաններ, մեկը մեզ լավ բնորոշեց այդ առումով, որ խնդրում ենք նրանից, որպեսզի կարողանանք մեկ ուրիշին, իսկ դա ես կարծում եմ ամենալավագույն բանն է, երբ ինչ որ մի բարություն ես անում եւ տեսնում ես թաց աչքեր, որ ֆինանսներ եթե շատ ունենայինք, կարելի է շատ ավելի լավ գործեր անել, ֆինանսավորել այն որ խոսում էինք ռեժիսորի հեռուստատեսությունում բեմադրություն անելու համար, այսինքն ֆինանսավորես, որ նա էլ կարողանա դերասանների հրավիրել, նրանց ֆինանսավորել եւ այլ, այսինքն բեմադրություն անել, տալ թատրոնի ինչ որ մի ռեժիսորի, որ նա բեմադրություն, եթե այնքան մեծանան չափսերը, որ կարողանանք նաեւ ֆիլմ նկարել։ Եվ այս դահլիճը, որտեղ մենք նստած ենք կուզենայինք, որ մի արվեստի փոքրիկ օջախ լիներ, որ այսպես ձեր նմանները անցնելուց ասեին մտնենք մի հատ թատրոն հիմնադրամ, նստենք մի գավաթ սուրճի շուրջը, խոսենք, կիսվենք, ինչպես հիմա ենք մենք խոսում միմյանց հետ։ Սրա համար է սա մեր հիմնադրամը ստեղծված։ Շնորհակալություն եւս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ ձեր Հոբելյանի կապակցությամբ։ Ցանկանում եմ ձեզ ստեղծագործական հաջողություններ, իսկ թատրոն հիմնադրամին ցանկանում եմ, որ մոտ ժամանակներս, մոտ ապագայում ոչ թե սիմվոլիկ ինչ-որ գումար տա դերասանին, լավագույն տարվա լավագույն դերասանին կամ դերասանուհուն, այլ նույնիսկ սահմանի հանրապետական մրցանակ, ինչպես Ռուսաստանում Տուրանդոտն է արվում, նման մի մրցանակ լինի նաև Հայաստանում եւ հավատացնում եմ ձեզ, որ երրորդ ալիքը ձեզ այդ սիրով կհամագործակցի։ Շնորհակալ եմ, ես էլ իմ կողմից շնորհակալություն եմ հայտնում երրորդ ալիքին, որ շնորհավորեցիք իմ 60-ամյակը։ Ինչ ասեմ, ես էլ կաշխատեմ, եթե դատեմ այսօրվա իմ ուժերով, դեռ ասելիք կա եւ կաշխատեմ իմ հանդիսատեսին ինչ որ կերպ, ինչ որ դերերում, ինչ որ հոգեհարազատ լինել նրան։ Շնորհակալություն։